ամենածանր հարվածը, որ հասցվել է հայության երկու հատվածներին, դա Արցախից Երևան զորախումբ բերելն էր։ Ինչ անուն ուզում եք տվեք այդ զորախմբին, հիմա կարող եք ասել, որ նա կատարել է խաղաղապահ առաքելություն, այսպես ճակերտների մեջ ասած, բայց փաստը, որ Արցախում ծնվածներից կազմավորվում է առանձին զորամիավորում եւ դա որպես համահավաք գումարտակ բերվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք, այնց ծանր հարված հայության երկու հատվածներին ուղղակի անպատկերացնել է, ես ավելի մանրամասնությունների մեջ չեմ մտնում, մի առիթով ես այդ մասին արտահայտվել եմ եւ ասել եմ, որ ցավոք Ստեփանակերտից որևէ ցավակցական խոսք չհնչեց։ Զոհերի հարազատներին օրինակ սփոփանքի որևէ խոսք չհնչեց, որևէ զգուշավորություն, թե ինչի կարող է դա հանգեցնել, դարձյալ չհնչեց, ինչը հոգեբանական եւ ինչու՞ չէ նաեւ սոցիալ-քաղաքական տարանջատման ցայտուն դրսևորում էր եւ երբ այսօր ասում են գործող իշխանությունը Հայաստանի եւ Արցախի միջև տարանջատում է իրականացում կամ արցախցիներին արհամարում է եւ այլն, ես չգիտեմ դրանից վեր ինչ կարելի է պատկերացնել։ Երկրորդ դիտարկումը, որ այս մասին ես կուզենայի շատ կարճ ասել, որ ցավոք մենք մարտի 1-ի իրադարձությունների միայն ներքաղաքական ներազգային շերտն ենք դիտարկում եւ բաց ենք թողնում այն, որ դրանից հետո լրջագույն հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործ